Վերադարձանք տաղավար եւ ես շատ էնտուզիազմով, շատ Էնտուզիազմով եմ այո վերադարձել։ Սկզբում արդեն ասացինք, որ զարդարվեստից ենք խոսելու։ Մեր տաղավարում է Լուսինե Նիկողոսյանը, ով հին զարդերի նոր շունչ է տալիս ու դարձնում իսկական արվեստի գործեր ու ոչ միայն հին զարդերին, նաեւ կենցաղային տարբեր իրերին, այո։ Բարև ձեզ, բարի լույս։ Բարև ձեզ, Լուսինե, նախ եկեք հասկանանք ինչ է դրված զառայի առջև, զառա։ Օրինակ սա։ Օրինակ դա գահ, թագ է, որը պատրաստված է հին շաքարամանից։ Զառա դարձավ շաքարե թագուի։ Հին շաքարամանից։ Իսկ սա արծաթ է, թե։ Չէ, արծաթապատ Մելխիորը։ Մելխիորը։ Օ, հրաշալի։ Իսկ ինչպես է այդ, հա, լավ, եկեք ուրիշ հասկանանք, էլ ինչ երկա հետաքրքիր, որ զարդ չէ։ Սա օրինակ, զառը սա։ Դա պատստականիկից է պատրաստված, թեյի տակդիրից, թևնոց է դարձել։ Ինչ ունենք պատարակաղից, գդալից, դանակից։ Այո։ Ինչու որոշեցիք, որ այդ իրերը պետք է ունենան եւս մեկ ուրիշ կյանք։ Կարման փոխում եք իրերի։ Ոնց մտահղացումը ոնց առաջացավ։ Զառը թագը դուրը տեկել է, հա։ Շատ։ Թագը դրվել է զառան, տակ։ Ուրեմն ես մասնագիտությամբ նկարիչ դիզայներ եմ, բայց երբեք չէի պատկերացնի, որ անցում կարվի դեպի զարդեր, երբ ապրում ես ու թաթախվում ես արվեստի մեջ, երբեք այդ ստեղծագործական ընթացքում երբեք չես պատկերացնի դու ինչ ուղղությամբ կգնաս։ Այդ ամենի մեջ դեռ ես սպասում եմ, որ նորից անցում կանեմ գեղանկարչությանը, բայց հիմքում այստեղ գեղանկարչությունն է, այսինքն թեկուզ զարդերի մեջ կոմպոզիցիոն առումով գրագետ լինելը ամեն ինչ գալիս է, այսինքն նկարչությունից։ Օրինակ պայուսակը կլոր, որը դուք Փարանջանովյան պայուսակ է։ Կոլաժային, ինչ-որ։ Հա, կոլաժային է, որը դուք տեսնում եք, այստեղ սիմետրիա չկա, այսինքն ամբողջությամբ ասիմետրիա է, բայց այդ գրագիտության, կոմպոզիցիոն գրագիտության հաշվին այնպես է հավաքվել կոմպոզիցիան, որը դիտողի համար մի ամբողջություն է։ Այսինքն դիտողը չի մտածում սիմետրիայի մասին, պետք էլ չի մտածի, տեսնում եք գեղեցիկ ինչ-որ իր, որը կարելի է զառը կարելի է օգտագործել։ Այդ պայուսակը մոտ 1 տարի աշխատել եմ իր վրա, բավականին բարդ էր, ոնց որ ես կտավի վրա աշխատեի։ Իսկ ներողություն եմ խնդրում, մինչև աշխատանք սկսելը դուք ինչ-որ պատկերել եք սա, թե։ Իմպրովիզացիա։ Իդեպ ես էսքիզներ չունեմ, իմ ամբողջ զարդերը ստեղծվում են մտքում, երազներում։ Երազում եք տեսա այս պայուսակը։ Նույնիսկ երազներում եմ տեսնում եւ իմ մտքում է մշակվում, մինչև վերջ մշակում եմ մտքում, երբ որ ցենց վերջնական իրեն հերվից տեսնում եմ, նոր սկսում եմ աշխատել։ Իսկ աշխատանքի ընթացքում ինքը նախ նյութերն էլ ես հատուկ ձեռք չեմ բերում։ Ինչ որ տանը կա կամ ինչ որ ձեր։ Չէ, ես ընդհանուր հավաքում եմ նյութեր, միշտ ձեռք եմ բերում եւ ինչքան վինտաժ լինի, այսինքն ուղղակի տանը ունեք նյութերի պահեսներ։ Միշտ եմ ձեռք բերում, այսինքն իմ զարդերի մեջ ինչքան հին եղավ բանը նյութերը, այսինքն դա ինչքանով է լավ, որ ինքը դառնում է իմ զարդը դառնում է ոչ միայն զարդ, այլ ժառանգություն։ Երբ որ այդ մարդը կրում է այդ զարդը, այնտեղ ինչ որ տատիկի պատարակաղ է դա։ Ինքը ոչակի պատմություն ունի եւ արդեն իրենք մոտ 50 տարվա պատմություն ունեն կամ շատ ավելի, ես ինչքան հին կարողանամ ձեռք բերեմ իրերը, այնքան ավելի մեծ է նրա արժեքները լինելու։ Որտեղից եք ձեռք բերում այդ իրերը։ Ինչ արտասահմանն է գնում միշտ Երևանի հետաքրքիր Չէ, քանի որ ես մեծ մասամբ ինչքան էլ սա նոր ձեռագիր է զարդարվեստի մեջ, բայց ես աշխատում եմ, որ ամեն դեպքում հայկականը պահպանվի, ինչքան էլ նոր ասելիք ունեմ։ Նյութերը
Մեր վերնիսաժից գնում եք օրինակ։ Հա, իհարկե, վերնիսաժից, նույնիսկ նվերներ եմ ստանում։ Այ բոլորը գիտեն, որ ես ինչ աշխատանքներ եմ ստեղծում։ Մարդը նյութապաշտ, այո, տեսեք։ Նշեցիք, որ սրանք կոնկրետ վաճառքի չեն, այլ ցուցադրության են, այսինքն որ ինչ որ տեղ կարող են այցելել եւ որպես ցուցահանդես, հա, դիտել դրանք, թե ինչ է։ Հա, այստեղ պետք է մի քիչ ես այս պահը չգայթակղվեմ, մի որոշ հավաքածու ունենամ անձնական չվաճառելու համար, որպեսզի այստեղ ցուցահանդես չգնեն, ինչ կա տեղ։ Կամ եթե գնելով լինի։ Այդպես էլ 1 միլիոն ամերիկյան դոլար այս պայսա կարժ։ Չէ, բայց ինչ որտեղ ցուցադրվում են իրանք, որ կարող են երբ որ ցուցահանդեսներ են լինում, օրինակ 2 տարի առաջ Փարաջանովում հենց դիզայնի պալատը ցուցադրություն կազմակերպեց, շատ շքեղ, որ առաջի անգամ էր այնտեղ, երբ որ դիզայներները այդ էքսպոզիցիայի այդ շրջանակում մենք էլ մասնակցեցինք 20 հայ դիզայներներից, որտեղ որ նաև ես էի հրավիրված, Հագուստ եւ Զարթեր եւ մոտ 5 հոգի էլ դրսի հայեր, Ջաբոցյան, Առությունը, նրանք էլ էին մասնակցում, շատ յուրահատուկ ցուցահանդեսեր, այսինքն համադրում էր Հագուստի իմ Զարթերը, օրինակ համադրված էր ինչ որ մի դիզայները Հագուստների հետ, բոլորը ստեղծագործական էին ու նվիրված Փարաջանովին։ Առաջին աշխատանքից եթե խոսենք, հիշում եք, երբ եղավ այդ առաջին աշխատանքը, ինչից ծնվեց այս մեծ գաղափարը։ Առաջին պատարակը դարձավ Զարթ։ Հա, իհարկե, ես ուրեմն այսպես սկսվեց։ Մի ամիս Զարթերի խանութում աշխատեցի, հետո ինչ որ պատճառներով դուրս եկա։ Բայց ես չէի պատկերացնում, որ մի ամիս անց ես կսկսեմ Զարթեր պատրաստել, որտեվ իմ ամբողջ իմ էությունը գեղանկարչության մեջ էր։ Հետո այդպես սկսվեց, բայց առաջինը ես մի խանութում սունկ տեսա, չորացած, ինքը տերակոտա շատ սիրուն գույն ուներ։ Դա բերեցի ուղղակի ինձ համար, որ ես ունենամ։ Սունկ։ Հա, սունկ, չորացած ուտելու ծառի սունկ, չորացած, ու ինքը ներկած էր, այդ տերակոտա շատ սիրուն գույնը։ Հետո շատ ուզեցա, որ ինքը իմ վրա լինի, որ ես իրեն կրեմ։ Այդ ժամանակ արդեն միտք եկավ, որ ես իրան կրծքազարդ պատրաստեմ։ Այդ տեղից իմ առաջացած մոտավորապես այսքան։ Այդ ժամանակ բայց ափսոս ես սունկը չեմ բերել, դա պահել եմ։ Առաջինը։ Բայց պահանջարկ ոնց է գնահատում, կա պահանջարկ, թե ոչ, որովհետև ես անձնական նկատառում կարող եմ անել, հիմա շատ թրենդային են, հենց ավանդական կամ թեկուզ վինտաժային տարբերվող բաներ, այսինքն կարելի է ենթադրել, որ պահանջարկ ունեն, որն է ձեր դիտարկումը, կա թե չէ պահանջարկ։ Իմ փորձից մոտ 12-13 տարվա արդեն Նիկողոսյան բրենդը արդեն մոտ 13 տարեկան է։ Իմ փորձից ասեմ, նախ ես վինտաժից մինչև մոդեռն զարդեր եմ ստեղծագործում, այսինքն կան նաև մինիմալիստական, որը հիմա Կիլիկիա հավաքածուի վրա եմ աշխատում։ Դե սա, հենց սա, Կիլիկիա որ մի անգամ տեսա եւ մատանիների, այս մատանիների պահանջարկը այսպես է, ուրեմն կրեատիվ հավաքածուն օգտվում են բացառապես յուրահատուկ մարդիկ, նրանք բոլորը տարբերվում են ու կարելի է ասել ֆանատներ են արվեստի։ Լուսինե, որտեղից կարելի է գնել եւ ինչպես է դա տեղի ունենում։ Դուք ունեք պատրաստի հավաքածու, զառան գալիս է, ասում է վաղ իմ հարսանիքն է, ուզում սա, թե գալիս է պատվիրում է, ասում է ես ունեմ 4 հատ պատարակաղի տատիկից մնացած, ուզում եմ ինչ-որ բան պատրաստել։ Ինչպես է դա տեղի ունենում։ Հա, եթե Զարայի հարսանիքից խոսեցինք, ես կարող եմ թագը, որ հավանեցիք, այդ օրը դուք կրեք։ Մեկ օրով բայց։ Եվ մի անգամ։ Ահա։ Մի անգամ կրեք։ Ընտիր։ Իսկ այսինքն վարձույթի եթե չէ, վարձույթ չի տրվում։ Ուղղակի ձեզ համար միայն։ Զարա, դա Զարան ամեն ինչ կպցեց իր հարսանիքի համար։ Իսկ եթե ոչ Զարան, հասարակ մահկանացուց ինչ-որ բան գնել, որտեղ պետք է գնալ։ Վաճառքը կատարվում, ես ամռանն եմ համագործակցում տարբեր խանութ սրահների հետ, մինչև ես իմ խանութ սրահը ունենամ, իսկ մեծ մասամբ, հա, օնլայն է վաճառվում, Instagram-ով եւ Facebook-ով,
եւ մի լավ լուրել, որ դեկտեմբերին մեծ մասը զարդերի գնաց Ֆրանսիա, այսինքն նաև կվաճառվի Ֆրանսիայում։ Այնտեղ ուղարկել եք ոչ թե ցուցահանդեսի, այլ վաճառքի։ Հա, վաճառքի ու հենց ֆրանսիացիների համար եւ ֆրանսահայերի, այսինքն Ֆրանսիայի տարածքում։ Ինչ հատուկ հավաքածու էր, թե ուղակի։ Չէ, հատուկ հավաքածու չէ, զարդերից մեծ մաս, այսինքն նաև այնտեղ կվաճառվի։ Լուսինե, իմ սիրված հարցն է, ամենաթանկ զարդը որ վաճառել եք, ինչքան, ինչ արժեր։ Հարկային եմ չի լսում։ Հարցեր։ Հարկային եմ չի լսում։ Ինչքան դա $10,000, $100,000։ Չէ, չեմ կարող ասել։ Բայց $10,000-ից քիչ թե շատ։ Քիչ։ Բայց գնային այնպես է, որ հնարավոր, այսինքն միջին վիճակագրական մարդը կարող է իրան թույլ տալ գնել։ Որովհետև մեկ-մեկ լինում է տպավորություն, որ բավականին թանկ կարող է լինել եւ անգամ չես փորձում գրել կամ դիմել ձեռք բերելու համար։ Ոնց է։ Չէ, Զարա ջան, նայ, կրեատիվ մյուս զարդերը ավելի հասանելի են եւ առօրյա։ Իսկ կրեատիվ հավաքածուն իրենք նույնիսկ գումարային առումով երբեք չեն ափսոսում։ Որտեւ արվեստի գործ է ինքը, որպես Ես այդպեսին։ հասկանում, այս մատանին որտեղ է կարելի կրել, անհարմար է, չէ՞։ Թե Եթե մատին լինի, հարմար է, Հիմա բայց տեսեք, այս բոլոր զարդերը թվում է թե անհարմար, բայց ես ինքս կրում եմ։ Ձեր ձերքի տեսնում եմ։ Իմ համար շատ հանգիստ է արդեն։ Նույնիսկ այս օղի մասին եմ ուզում խոսել, շատ։ Դա ինչ է։ Ուրեմն սա ես ոգեշնչվել եմ հայկական քունքակախիկներից, երբ հայերը գլխարկներից էին կախում, այսինքն այդպես ոգեշնչվելով ստեղծեցի մի զարդ, որը կկրի հայ ժամանակակից կինը եւ մինիմալիզմի մեջ։ Ես շատ կուզենամ այս զարդը շատ տարածում ունենա, որ հայերը, հայ կանայք կրեն, իրենք շատ հարմար են եւ շատ գեղեցիկ։ Եվ մենք օրինակ կարող ենք Միլանում, Նյու Յորքում, չգիտեմ, Յոհանեսբուրգում միանգամից ամբողջի մեջ հասկանանք, որ սա հայուհի է։ բայց իրոք շատ հրաշալի ու գեղեցիկ է։ Երբ որ շրջագայության էի Եվրոպայում, այնտեղ ես երբեք չէի պատկերացնի, որ ֆրանսուհին կամ իտալուհին փողոցում կմոտենար ու այս օղը անծանոթուհիները մոտենում էին ու ասում էին ինչ գեղեցիկ է։ Հիմա եւս մեկ շատ կարևոր ինձ համար հարց։ Իսկ տղամարդկանց ինչու եք անտեսում։ Թե կան տղամարդկանց համար զարդեր։ Լինում են, որ պատվերների դեպքում արվում է, բայց անտեսված են տղամարդիկ։ Իմ զարդերի դեպքում հայերը։ Ինչպես միշտ։ Դե լավ, բայց շատ չեն կրում զարդեր տղամարդիկ։ Դե չէ, անպայման չի տենց մատանին։ Հայ տղամարդկանց մոտ դա զուստ բաներ կրի։ Հա, տղամարդիկ հայերը կրում են կրծքազարդեր։ Այո։ Կրծքազարդերը լինում են, որ մատանիներ, կրծքազարդեր, հայերեն բրասլետ ինչպես է, ժանյակ, մանյակ, թևնոց, ահա։ Իմ ոճի մեջ մի քիչ այդ բոլորը չեն կրի տղամարդիկ։ Օրինակ կիլիկյան հավաքածու կարա նաև տղամարդու համար լինի, ինչու ոչ։ Հա, կիլիկյան, այո։ Բայց մտքերը որտեղից եք վերցնում, ինչ որտեղից բացի երազները, ինչ որտեղից ոգեշնչվում եք, ինչ որ նպատակներ կան, որ օրինակ Կիլիկիայից հետո կարելի անցնել մի ուրիշ ինչ որ պատմական դրվագի եւ դրանով ինչ որ մի բան անել, այ ոնց եք վերցնում այդ մտքերը։ Տեսեք, ոգեշնչումների ինձ մոտ էսպես են, իմ մտքերը շատ այսինքն շատ իրանք անցնում են մեկը մյուսից, մյուսը մեկից, ես համ ծրված են, համ իրանք հավաքվում են, այսինքն այս մտքերը, այս կրեատիվ հավաքածուս, այստեղ պետքա քո միտքը շատ տիեզերքից էլ բարձր լինի, այսինքն դու ոչ մի քո մեջ այդ պահին ինչ-որ ռամկավորված ոչ մի բան չլինի։ Ոնց եք սպիտակ կտավին մոտենում, այդպես այս զարդերին է մոտենում, այսինքն պետքա այնքան մաքուր
այդ ժամանակ դու ինքդ լինես, որ տիեզերքին մոտ լինես։ Եվ շատ հաճախ ես ինքս էլ եմ զարմանում, որ այս զարդերը ես եմ պատրաստել, որտեվ իրոք երևի իմ մասը շատ փոքրիկ է։ Իմ մոտ այսպես է, որ կարծես եռանկյունի լինի, այսինքն Աստված, ես եւ աշխատասիրությունը, որովհետեւ իրենք շատ նաեւ աշխատատար են ու առանց այդ եռանկյունու հնարավոր չեն ստեղծվել կրեատիվ հավաքածուն։ Լուսինե, ավելի երկնային հարց։ Ինչպիսի տեխնիկաներ եք օգտագործում եւ ինչպես դարձաք, չէ՞ որ սա բացի արվեստից նաեւ արհեստ է, այսինքն, չգիտեմ, պայքա, այնտեղ եւ այլն, այդ բոլոր այդ հարցերը ինչպես եք լուծում, ինչպես եք սովորել։ Սկզբից շատ փոքրիկ մի հատ գործիք ունեի, հետո հետագայում արդեն գործիքները շատացան, իսկ ինչ որ բաներ էլ կա, որ արդեն համագործակցում եմ կատարողների հետ, վարպետների, բաներ կա, որ համագործակցում տեղադրել օրինակ։ Չէ, օրինակ լազերային կամ ինչ որ հարցեր, որովհետև հնարավոր չէ դիզայները այդ ամեն ինչը անի, իր ժամանակն էլ չի իր ժամանակը չի հերիքում։ Իսկ ձեր համար կարևոր է, որ դուք ձեր ձեռքերով պատրաստեք, թե դուք չէ որ դուք դիզայներ եք, դուք կարող եք ամեն ինչ միտքը տալ, նկարել, պատվիրել, ինչպես որ ամբողջ աշխարհում շատ կարևոր է, որովհետև այստեղ իմ էներգիան ու սերն է։ Ահա, այսինքն ձեր համար դա կարևոր է։ Շատ կարևոր է։ Եթե խոսենք այն մասին, ինչպես հոբբի որպես սկսվեց եւ դարձավ բիզնես, այդ անցումը ո՞նց եղավ։ Մենք փաստորեն վերադարձանք, ներողություն ենք խնդրում տեխնիկական խնդիրների համար, բոլորս մարդ ենք։ Այո, եւ շարունակենք այնտեղից, որտեղ կանգ էինք առել, ինչպես հոբին դարձավ իր տեսակի մեջ բիզնես եւ արդյոք այդ բիզնես տարը երբեմն մուսաներին հետ չի վանում, այդպես չի լինում։ Առաջի անգամ, երբ որ զարդերը պատրաստեցի, մի որոշ քանակություն արդեն եղավ, որոշեցի Art Bridge-ում ցուցահանդես ունենալ, անհատական, այնտեղ ցուցադրվեց ու այդ պահին, երբ որ ես այնտեղ էի, հենց իմ ներկայությամբ ի զարմանս ինձ երբեք չէի պատկերացնում, որ պետք է վաճառեմ, բայց այնտեղ վաճառք էր դրված։ Մի քանի հատ զարդ միանգամից վաճառվեց տեղում։ Ես այդ պահին եւ տխուր էի եւ ուրախ, որ իմ զարդերը գնում են, բայց եւ ուրախ էի, որ տեսնում էի կողքից, իհարկե իրենք չգիտեին, որ հեղինակը ես եմ, բայց տեսնում էի իրանք ինչքան ուրախ են ու սիրով են կրում։ Հաճախ եք տեսնում այդ զարդերը ուրիշների վրա։ Դե ունեմ, իհարկե կոլեկցիոներներ ունեմ, որ 100-ից ավել աշխատանք ունի ձեր աշխատանքներից, կան կոնկրետ հենց մի քանի կոլեկցիոներներ եւ դրսում եւ Հայաստանում։ Արծաթի հետ աշխատում եք, թե նաեւ արծաթ։ Ահա, իհարկե, նաեւ արծաթ, ոսկեջուր։ Դե ինչ, ես առաջարկում եմ Լուսինեին մաղթենք հաջողություններ, թող աշխարհի յուրաքանչյուր հայուհին ունենա տանը գոնե մեկ գործ կամ աշխատանք Լուսինեի կողմից եւ ինչու ոչ միայն հայուհիներ թող Դե Ֆրանսիայում արդեն վաճառվում է։ Բոլոր գեղեցկուհիները կրեն ձեր զարդերը։ Մի որոշ արդեն ահագին ինչ որ քանակություն արդեն վաճառվել է։ Ես դրա համար շատ ուրախ եմ, որ տեսնում եք ժամանակը ոնց է փոխում արդեն։ Սկզբից առաջին անգամ որ վաճառվեց տխրեցիք, իսկ հիմա որ վաճառում ուրախանում եք։ Հիմա շատ եմ ուրախանում։ Չէ, ես տեսնում եմ, որ իմ զարդերը սիրով են կրում։ Շատ սիրով։ Որովհետև այդտեղ իմ շատ մեծ սերն է դրված։ Շատ բարի։ Եվս մեկ անգամ հիշեցնենք ով մեր հյուրը, եւ on-line վաճառք գոյություն ունի, կարող եք մտնել Instagram եւ Instagram-յան, Facebook-յան էջ եւ գնել այս գեղեցիկ զարդերը եւ ուրախացնել ձեզ եւ ձեր սիրելիներին։
Այո, հիշեցնենք, որ մեր տաղավարում էր Լուսինե Նիկողոսյան։ Եվս մեկ անգամ շնորհակալ ենք։ Ես էլ եմ շնորհակալ ձեզ, շատ ուրախ հյուրընկալելու համար։ Սիրով։ Շնորհակալություն։ Իսկ մենք հիմա գնում ենք դեպի Չինաստան, որտեղ որ կա շատ հետաքրքիր գրադարան, որը գտնվում է ջրի տակ։ Այո, պատկերացնում ես գրադարան ջրի տակ։ Այդ մարդիկ ամենտեղ գրադարաններ ունեն, անգամ ջրի տակ։ Գնացինք։